ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանության ծառայությանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին բալետային փառատոնի օրերին դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում ձորում գտնվող ռեստորանների հետ, որպեսզի Բոլշոյի թատրոնի ներկայացման ժամանակ նաև բարձրաձայն կլկլոցները չլսենք այդ հարթակից, ցանկալի է, որ մի փոքր այդ օրերին բոլորը իրենց, այսպես ասած, համեստ չափի մեջ լինեն, որովհետև շատ կարևոր միջոցառումներ են քաղաքում եւ խնդրում եմ համապատասխան աշխատանքներ տանել եւ նաև մենք ունենք մի քանի ավականունիստի ժամանակ բարձրաձայնված հարցեր, մասնավորապես ասֆալտապատման վերաբերյալ Պարոն Մկրտչյան, ներքին Շենգավիթում էր, ճիշտ եմ հիշում։ Այո, պարոն քաղաքապետ, ներքին Շենգավիթում 6-րդ փողոցի մի մասը, այսինքն այն փողոցները, որոնք որ տրանսպորտի համար քաղաքային տրանսպորտի երթևեկելի հատվածն է, դրանք փոսային աշխատանքները ասֆալտապատման իրականացվել են, իսկ այն հատվածը, որը որ նշվել էր, ըստ իս ընդհանուր վերանորոգման կարիք ունի փողոցը եւ այն ցանկը, որը որ քաղաքապետարից մեր գործընկերներն ուզել են, շին բարեկարգման վարչությունը արդեն ուղարկվել են։ Այսինքն դեռ այն ժամանակ, երբ որ ցուցակը ուզել էին, այդ ցուցակի մեջ ներառված է եղել նաեւ 6-րդ փողոցը։ Շատ լավ, փոսալցման աշխատանքները արդեն ավարտվել են այն հատվածներում, որտեղ որ երթևեկելի է հանրային տրանսպորտի համար։ Այո։ Շատ լավ։ Այս ձեր ասած ցանկը 12 փողոցներն են։ Այս Հովսեփյան փողոց, Շենգավիթ 5-րդ փողոց, 3-րդ փողոց, 6-րդ փողոց։ Մենք ունենք էլի նաև 6-րդ փողոցը նշված, որ շատ ընդհանուր ասֆալտապատման կարիք կա։ Շատ լավ։ Բայց դե չեմ բացառում պարոն քաղաքապետ, որ ժամանակ միգուցե փոքր փոսերը ավելի մեծ դառնան, ինչի համար եմ սա ասում, այնպես չստացի, որ մի փոս պայմանականորեն լինի ու ասեմ, որ այդպես է քաղաքում փոս կա։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ։